Ով ճալնեց։ Ով բալը։ Պես ինչ լավ տորտ է, նմանպես մեր սիրու տորտը նկարեք։ Արյա, այսպես ու փչել, էսի պետքա փչվի ժողովուրդ ջան։ Գրիշ, դավայ։ Գրիշ ջան, դավայ։ Ուծուր գրիշը։ Հա, ուծուր գրիշը, մասուր գրիշը։ Նովանից թոքն արել։ Չի գորես նախարարի, ընդդիմադիր կարոզնա։ Դավայ։ Ուրա, գրիշ, արյա։ 1, 2, 3, 4 ու փչում ես։ Փչի թափով։ Ես շատ բան կարողացել եմ։ Ուղղակի ես իմ հաղթական օգնես բարի։ Սիրելի ամբերցիներ, մեր ոտքը բարի լինի, շատ շնորհակալ ենք ընդունելության համար։ Մենք գիտենք նաև ձեր կատարած աշխատանքը տարիների ընթացքում և համոզված ենք, որ գյուղացիներն այդ ամեն ինչը կգնահատեն։ Մենք են մասնակցում որպես ընկերություններին, որպեսզի դրական արդյունքներ բերենք և մեր դրսահարությունների ցուցակը շատ պատկանելի ձևով ներկայացված լինի և ձևավորի նոր իշխանություն։ Մայր Հայաստանի համար, Համար 4, Մայր Հայաստան։ Բարով տեսանք։ Տվել ատնել շնպան։ Ես ունեմ։ Ես ունեմ։ Չի։ Ո՞վ գնա։ Այ լիգա։ Մոդիկ եկեք։ Ոտներս բարի լինի և մեր բոլորի նպատակները իրականանան։ Դեպի ամբողջական Օգնել ես ոչ։ Հենա գնա պապի մոտ կայ։ Պապի մոտ չես։ Ոստան մեզ անգամերս կտրի խիդեմ ես քեզ վերջում ենք կարող հասնել բաղդարի Նարեկ վերսնի իչի միա երկրի համար ավելի բարգավաճ Նարեկ ջան մալիսի ձեռան Պայստարեն այն ոնց է ուտը։ Վարդանեկի կերել է արդեն։
Ասա, որտե՞ց Այցարդյուն, լավ ման է, էլի։ Արի հոպարի մոտ։ Այցարդյուն, հավո բան է, ստեն Ակրոսները դրա չես ճանաչում։ Նաև եկազին որ կամ հատիկ ովքեր 20-ից ավել տարի եկավարել են տեղյակ են թե ինչպես պետք է դրանք հնցել քանի որ միշտ է եղել ընտրովի Հիմա մասնակցում են ընտրություններին, որպեսզի այլ ժողովի աջակցություն ոչ թե նշանակովի հիմնապետեր լինեն, այլ ընտրովի եղել են ու միայն խաղաշապանցիների աջակցությամբ նորից ընտրվելու են։ Մեր թիմի համար, ձեր համար, ես բարի լինի։ Մեզ այնց է շատ շնորհակալություն։ Εσύ դողտի դամբուլը կլդիր։ Սենց մեր այգու դաղ։ Ես մենակ ձեր Նորմալ է, տեսակեց իրարին գնացին, ասպատետերը կարային իրան մի քանի փողոց ասկանի մարմին։ Փողոց կլի, վերևացող Բայց ազատի շատ Երանուն ես մեր ծարան խոսկանք, որ մեր մայր Հայաստանին ձայն եք տալու։ Այո։ Իհարկե այո։ Բարաշապատի զարգացման, հանուն Հայաստանում ամբողջական իշխանափոխության, բոլորս մեր ջանքերը պետք է ներդնենք։ Հանգացած գիտացի հայ, այսօր պիտի իր հայրենիքի կողքը, որովհետև մենք այսօր համարյա կորցնում ենք հայրենիք։ Մենք պետք է կանգնենք, որպեսզի մեր հայրենիքը ինչքան եղել է, գոնե այդքան մնա։ Ոչ մի ջուր, ոչ մի սանտիմետր չտան թուրքերին։ Այո, բրավո։ Մեր պայքարը մենակ է դա։ Ընտրենք այն մարդուն, որ պետք է կանի մեր հայրենիքի կողքին։ Քանի որ դու կամերաներ անջատեն։ Հարգելի հետևորդներ, մենք այս պահին գտնվում ենք Ամբերդում, ինչ առաջ մեզ տնավորեցին, հյուրասիրեցին, հիմա շարժենք դուրի տարածքով և կներկայացնենք մեր մոտեցումները։
Սա արդեն երրորդ գյուղն է, որ մենք այսօր այցելում ենք, այնպես որ հետևեք մեզ, հետևեք իր հեռարձակմանը, հետևեք քարոզարշավին, իսկ վաղար շաբաթի բնակիչներին կոնկրետ կոչ ենք անում մասնակցել ընտրությանը, որովհետև դա շատ կարևոր է բոլորիս համար։ Ձեր մասնակցությունը, ձեր քվեի ուժը անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք փոփոխություններ կատարել։ Սիրելի Անվերտ համայնքի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը, մի հատ մեր թիմով ողջունենք անվերցիներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այսպես ջերմ ընդունելության համար։ Ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, մեր քվեաթերթիկն է համար 4։ Դուք մեզ ճանաչում եք, մեր գործը երիտասարդության եւ փորձի համադրությունն է։ Մեր թիմում շատ փորձառու մարդիկ կան, որոնք որ տարիներ շարունակ ղեկավարել են համայնքներ։ Մենք ձեզ խոսք ենք տալի, որ ինչպես ղեկավարել ենք մեր համայնքները, ավելի լավ ղեկավարելու ենք վաղաշաբաթ խոշորացված համայնքը։ Ուստի նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրություններին, մեր քվեաթերթիկն է համար 4։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացի, որ փոխե, միացի։ որ փոխե։ Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Համար 4, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, 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 Միացի։
Հայաստան կուսակցություն Գրիշան Համբերդի Դավիթ հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, քվեաթերթիկ համար 4։ Մենք գեր կարևորում ենք նոյեմբերի 16-ին կայանալիք հավաքանու ընտրությունները։ Այդ ընտրությունների ժամանակ ոչ միայն համայնքի նոր ղեկավար է ընտրվելու, այլ նաև քաղաքական փոփոխությունների հիմքեր կարող են դրվել։ Մենք լիահույս ենք, որ վաղաշապատցիները իրենց ակտիվ մասնակցությամբ կմերժեն քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին և կձևավորեն նոր իշխանություն։ Մայր Հայաստանը այս ընտրություններին մասնակցում է նոր իշխանություն ձևավորելու նպատակով։ Իսկ նվազագույնը մենք պետք է կարողանանք իշխանազրկել քաղաքացիական պայմանագրի։ Առանց ժողովրդի մասնակցության հնարավոր չէ դրական փոփոխություն։ Այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք, որ վաղաշապատի ժողովուրդը, Համբերդի ժողովուրդը անպայման կմասնակցեն ընտրությանը և կմերժեն մեր երկրին պատերազմ, պարտություն, ավեր ու կոտորածներ բերած այս իշխանությանը։ Այսօր մեզ համար մի օր է, երբ Ադրբեջանը շքահանդես է անցկացնում, իսկ մենք ցավով ենք հիշում, թե ինչ է տեղի ունեցել 5 տարի առաջ։ Ադրբեջանին այդպիսի թևեր տվել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա վարած քաղաքականության արդյունքում էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը օգտվեցին աղիքից ու դիմեցին ռազմական գործողությունների։ Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ ինքը մշտապես կողմ է եղել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Եվ հիմա էլ հաստատի վարում է մի քաղաքականություն, համաձայն որի Հայաստանը կարող է հայտնվել Թուրքիայի ազդեցության տակ։ Մենք մերժում ենք այդ քաղաքականությունը։ Մենք մերժում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հարձակումները եւ ձեզ կոչ ենք անում մերժել, քաղաքական աղբանոց ուղարկել քաղաքացիական պայմանագրին եւ ձեռքը վեն տալ Մայր Հայաստանին, որը քվեաթերթիկ համար 4-ն է։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխեք, միացիր, որ փոխեք։ Սիրելի թիմակիցներ, մենք հիմա Համբերդում ենք, կարելի ասել կենտրոնական հատվածում, եկեք ծափողջուններով ողջունենք համբերդցիներին եւ կոչ անենք նրանց անպայման մասնակցել ընտրությանը, մասնակցել եւ իրենց քվեով ձևավորել նոր ազգային իշխանություն։ Եկեք այս կողմով, էլի։ Եկեք այս կողմով։
Արգերի հետագործներ մենք այս պանին Հոմբերտ գյուղում ենք և կարողացել շրջանացներում շարունակել ենք հանդիպումները կողմերի հետ զուգացնելու։ Հոմբերտի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ թիվ 4։ Այս իշխանությունները, եթե հիշում եք, քաղաքացիներին անվանում էին հպարտ, ասում էին, որ մարդկանց դեմքին ժպիտ են բերել, սակայն այն ինչ տեղի ունեցավ 2020 թվականին, դա մեզ համար պատմության ամենասև էջերից մեկն է, բայց պարզվեց, որ դա ամենասևերիցը չէ, որովհետև 20 թվականին հաջորդեց 22 թվականի դավադիր հանձնումը ամբողջ Արցախի, երբ որ Նիկոլ Փաշինյանը առանց որևէ նախապայմանի ժողովրդի թիկունքում հանձնեց Արցախը Ադրբեջանին և ուղղակի վտանգի տակ դրեց Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա նրանք խոսում են, թե իբր խաղաղություն են բերել, բայց դա կեղծ խաղաղություն է, որովհետև իրական խաղաղության պայմաններում ռազմագերիներ չեն լինում, ինչպիսիք որ հիմա մենք ունենք և որոնք տարապում են Բաքվի բանտերում։ Այ ջան, բարև ձեզ, ողջունում ենք ձեզ։ Իրական խաղաղության պայմաններում օկուպացված տարածքներ չեն լինում։ Իսկ ինչպես հայտնի է, Հայաստանի տարածքները օկուպացված են։ Այսօր Նիկոլ Փաշինյանը մի բլեֆ է տարածել, թե իբր Արցվաշենն ու մյուս օկուպացված տարածքները հետ է բերելու։ Ինքը գիտի, որ խաբում է, որովհետև ինքը միայն տալիս է, տվել է, տալիս է ու տալու է այնքան, քանի դեռ հանդուրժում ենք նրա իշխանությունը։ Իշխանափոխությունը խաղաղության ու անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմաններից է։ Այդ իշխանափոխությունը պետք է իրականացնել բոլոր հարթություններում, լինի դա համայնք, լինի դա խորհրդարանական ընտրություններ։ Դրա համար էլ հայտարարում ենք իշխանափոխություն,
Վաղարշապատում իշխանափոխություն Հայաստանում հայտարարում եւ ակնկալում ենք քաղաքացիների աջակցությունը, ակտիվ մասնակցությունը ընտրությանը եւ կոչ ենք անում միանալ մեր պայքարին, միանալ որ փոխեն։ Միացիր! Միացիր! Մայր Հայաստան! Համար 4! Ամերիկի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ ողջունում եմ Հայ Հայաստանը։ Հայ Հայաստանը պարզ երեսով, շիտակ հայացքով եկել է ձեր գյուղ, զգալու համար իրեն այս գյուղի մասը, մասնիկը, վստահ ենք դուք էլ ձեզ եք զգում, մեր հանրապետության, մեր երկրի, ձեր հավանքի շուրջ կատարվող ամեն ինչի մասնիկը։ Մենք հանձնառու եւ պատասխանատու ենք քաղաքականապես, բայց նաեւ ներկայանալի ենք թիմային առումով, ցուցակի առումով, անհատների առումով եւ առավել քան երբևէ, առավել քան որևիցե այլ համայնքում շատ պատասխանատու ողջունենք թիմ 4-ը բարձրացնող մեր հայրենակցին, առավել քան որևիցե այլ համայնքում շատ ինքնավստահ եւ ժպտերեսեք այն առումով, որ մեր թիմի մաս է կազմում ձեր համագյուղացի պատկառելի ճանապարհացած պարոն Մամել Բաբայանը, բայց դա բացառություն չէ, մեր ցուցակը ներկայանալի ճանապարհացած մարդկանց ցուցակ է, եւ Գրիշան Հարությունյան, եւ Դավիթ Կարապետյանը, եւ Հռիփսիմեն բոլոր առանց բացառության 33-ն են համանքում միջավայրում հարգանք վայելող մարդիկ են, որոնք անհատական հարգանքից զատ տիրապետում են նաեւ յուրաքանչյուր համայնքին բնորոշ խնդիրների։ Ասֆալտապատում կլինի, լուսավորություն կլինի, կոյուղաջուր կլինի, էջմիածնի բազմաբնակարան շենքերի տանիքներ եւ շքամուտքեր, կոյուղաջրեր, մանկապարտեզները, որ սրանք եկել չեն եկել վճարովի են դարձրել։ Առհասարակ, եթե մարդիկ խաբել են այս իշխանությունները եւ Արցախը Հայաստանը եւ վերջ ասելով Արցախը ճանաչել են թուրքի կազմում, ինչ մի խնդիր է համայնքներում խաբելը եւ ստելը։ Սիրելի ամբերցիներ, բոլորիդ կոչ ենք անում, անպայման մասնակցել ընտրությունների, գնալ տեղամաս, գնալ եւ տեսակետ հայտնել երկրում եւ երկրի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Մերժեք ստի, կեղծիքի, խաբեության, անամոթության, թուրքի կամակատարության, փանոց քաղաքացիական պայմանագրին Նիկոլ Փաշինյանին եւ Արգիշտի Մեխակյանին։ Ողջունում ենք մեր հայրենակիցներին։ Բրավո, ապրեք շատ, ապրեք դուք եք որոշում։ Այս երեխաները իրենց ջիջ հայացքով, իրենց ժպիտներով, իրենց պատրաստակամությամբ միանում են մեզ, մեզ են միանում նաև դրանց ծնողները, որպեսզի մենք նոյեմբերի 16-ին տեղամասերում արձանագրենք ճիշտ արդյունք եւ տեսնենք, որ առաջատարներով Հայ Հայաստան! Համար 4! Համար 4! Հայ Հայաստան! Միացիր! Որ փոխենք! Միացիր! Որ փոխենք! Միացիր! Որ փոխենք! Հարգելի ամբերքի բնակիչներ, դուք ձեր աչքերով տեսնում եք, որ Հայաստանը պերմանենտ ճգնաժամի մեջ է։ Ապագայի հետ կապված որևէ հույս, ստաբիլություն չկա։ Հիմա ԿՊԱ-ականները սկսել են խոսել այն մասին, որ իրենք դպրոցներ ու ճանապարհներ են կառուցում։ Հիմա դպրոցների մասով դարձրել են դրոշակ, որ ԿՊԱ-ականին միացնում ես դպրոց կառուցելուց խոսում, բայց հələ մի հատ տեսեք, քանի դպրոց են փակել դրան։ Ու նման լկտի ինքնավստահությամբ 20 դպրոց փակում են, 2 դպրոց կառուցում են։ Սրանք ստեղծում են պայմաններ, որպեսզի
հայը իր հողում չկարողանա գոյատևել եւ բռնի արտագաղթի ճանապարհը։ Ասֆալտի մասին է խոսում, մի տեղը 1000 անգամ ասֆալտ են անում, բայց որ գյուղը մտանք Վաղարշապատում կենտրոնական փողոցը չհաշված մյուս բոլոր տեղերը ավելակներ են։ Սրանք պետական բյուջեն դարձրել են սեփական գրպանը, այնտեղից լի օգտվում են իրենց ճանապարհորդություններով, հանկարժեք մեքենաներով, իրենց անձի վրա ծախսվող հսկայական գումարներով, բայց հիմա մենք գյուղերում շրջում ենք, տեսնում ենք, թե ինչ է տիրում այստեղ։ Ժողովրդի մոտ, ժողովրդի շրջանում աղքատության մակարդակը ամեն տարի բարձրանում է։ Դա վիճակագրական տվյալներ են, որոնք իրենք իսկ հրապարակում են, բայց հարաշական մակարդակում այս մարդիկ պնդում են ուղիղ հակառակը։ Դուք ժողովուրդ, դուք պետք է նայեք ձեր գրպանին, ձեր սառնարանի պարունակությանը։ Արդյոք այս տարիների ընթացքում դուք սկսել եք ավելի լավ ապրել, ավելի կոմֆորտ ապրել, ավելի անվտանգ ապրել։ Անվտանգության մասին են խոսում, բայց ամեն օր ճանապարհներին տասնյակ մարդիկ են մահանում, սպանություններ, բռնություններ, որովհետև ոստիկանական համակարգը ծառայում է բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պաշտպանելու համար։ Հարգելի վաղաշապատցիներ, ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ի ընտրություններին եւ ձեր ձայնը վստահել Մայր Հայաստանին, որովհետեւ Մայր Հայաստանը քաղաքական պատասխանատվություն է վերցնում Վաղարշապատ խոշորացված համայնքում իշխանության համար։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Բարև ձեզ սիրելի ամբերցիներ, սիրելի այնակիցներ, ճիշտ է, Վաղարշապատը և Երևանը տարբերվում են, թե կառուցվածքով, թե բնակչությունով, բայց վստահեցնում եմ ձեզ, ՔՊ-ի կառավարման դեպքում, այնտեղ, որտեղ որ չկա արված աշխատանք, թե այնտեղ են փող գողացել, այնտեղ, որտեղ տեսնում եք նոր արված ասֆալտ, ստեղ են փող գողացել։ Վստահեցնում եմ ձեզ, ճշգրիտ գրագետ կառավարման արդյունքում նույն ռեսուրսը, որը ծախսվել է այս փողոցի համար, կարողանա ծածկել մի քանի փողոց։ Ի վերջո գիտակցեք մի բան, որ ՔՊ-ի ամենամեծ ֆանտաստները Երևանում են։ Եվ մեր վաղ կամ դժբախտություն է, վիճակվել ես մարկանցել աշխատել Երևանում։ Ամեն անգամ, երբ որ մենք ուսումնասիրում ենք իրենց նախահաշիվները և պայմանագրերը, իրենց արած բարեկարգումների շրջանակներում, մենք տեսնում ենք մեկ պարզ բան։ Ամրագիտության և կոռուպցիայի հետաքրքիր մի միքս, որը երբևիցե չի կարողանում կանգնել իրենց մեզ զարմացնելու կողմով։ Ամեն անգամ մենք տեսնում ենք նոր զարմանալի լեկտի կոռուպցիոն սխեմաներ։ Եթե ուզում եք ոչ ձեր համայնքը հավասարաչափ կերպով զարգանա, եթե չեք ուզում, որ մենք ԿՊ-ականների ուզած հատվածներում դեր համայնքը զարգանալ ամբողջապես հավասար և գեղեցիկ կերպով, արդար կերպով, պետական միջոցների ճիշտ իրագործմամբ, ապա պետք է հրաժարվել ԿՊ-ից։ Մենք ձեզ ունենք 3 խնդրանք։ Առաջինը ամենակարևորն է, գնացեք ընտրության։ Ձեր պասիվությունը ԿՊ-ին տալիս է վերարտադրվելու հնարավորություն։ Երկրորդ խնդրանքը, մերժեք ԿՊ-ին։ Ձեր քաղաքական ապտակը հասցրեք այս սատանիստ դավաճան կոռուպցիոներների։ Եվ երրորդ խնդրանքը, սա արդեն որպես առաջարկ կարող եք ընդունել։ Եթե կողմեք մապանցիկությանը, եթե կողմեք արդարությանը, եթե կողմեք փորձառության եւ ազգային ամբիցիայի երիտասարդ ճիշտ առողջ միքսի, ընտրեք համար 4։ Մենք ունենք փորձառու, բարեխիղճ համայնքապետեր, մենք ունենք ազգային ամբիցիա ունեցող երիտասարդներ եւ ամենակարևորը մենք բոլորս քրիստոնյա ենք եւ մեզ համար սրբապղծություն է որևէ ոտնձգություն սեփական եկեղեցու հանդեպ։ Սա սոս քաղաքային ընտրություն չէ։ Սա ընտրություն է տեսակի։ Այն բոլորը ովքեր որ գտնում են, որ մեզ պետք է որևէ մի իշխանություն, որը իրեն թույլ է տալու մեր գլխավոր ազգային ինստիտուտի վրա հարձակում, դրանք ընտրեն համար 7։ Բայց քանի որ մենք դրանցից շատ ավելի շատ ենք ու շատ ավելի գիտակից ենք, եւ մենք մեր քվեն, մեր հայրենակիցների քվեն չենք պայմանավորում ինչ-որ պայմանագրով, աշխատավարձով կամ ինչ-որ կոմֆորտով, մենք բոլորս այս ամբողջ այս
մարդկանց քանակը, որ տեսնում եք, մեզ միացնում է մեկ պարզ բան։ Մենք դեմ ենք փրկացմանը եւ մեզ համար մեր տարածքային ամբողջականությունը, մեր եկեղեցին, մեր սուվերենությունը, բարձրագույն արժեքին։ Մենք որևէ պարագայում պատրաստ չենք այս արժեքները սարքենք առևտրի առարկա։ Եվ դրա համար խնդրում եւ պահանջում ենք իրականացրեք ձեր քաղաքացիական պարտքը, ներկա եղեք ընտրամասում, մերժեք ԿՊ-ն։ Առանց դրա մենք բոլորս գործոնված ենք։ Սա մեր այս դեպքում վաղաշապացիների համար հրաշք հնարավորություն է, դրանից հետո ամենաուշը հունիս ամսին բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց գնահատականը տալ այս փրկահապատակներին։ Եվ այսպիսով Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխեն, միացիր, որ փոխեն, միացիր, որ փոխեն։ Շնորհակալություն։ Սիրելի վաղաշապացիներ, Մայր Հայաստան կուսակցության նախընտրական քարոզարշավը շարունակում է, այս պահին գտնվում ենք Ամբերտ գյուղում։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, վաղաշապացիներ, Խոյ համայնքի մեր բնակչությանը, որ արդեն մի քանի օր է, արդեն 10 օր է, քարոզարշավին սկսել է, քաղաքացիական պայմանագիրը իր վախի դրսևորումներն է արդեն ցուցաբերում, լավ հասկանալով, որ արժանանալու է Երևանի, Գյումրու, Փարաքարի, Վանաձորի ճակատագրին, քվեների առումով, մարդիկ սկսել են տեսնել, թե ովքեր են Մայր Հայաստան կուսակցության քարոզարշավին դուրս գալիս ողջունում եւ կանչում են իրենց մարզպետարաններ, համայնքապետարաններ եւ ազատում են աշխատանքից։ Վառօրինակ հայթաղում ենք մեզ դիմավորել են մի հայթաղի դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը, որը Ծաղկում գյուղից է, դիմավորել է Մայր Հայաստան կուսակցությանը, ողջունել է, շփվել էր մեր հետ, մարդուն գործից ազատել էին։ Իրենք ուրիշ ոչ մի բան չունեն, այս մարդիկ կամ մնացել են գործից ազատելու հույսին, կամ ոստիկանական համակարգը իրենց թիկունքում զգալուն։ Ուրիշ ոչ մի հնարավորություն չունեն, իրենք գիտեն, որ մերժվել են այստեղ, իրենք լավ գիտեն իրենց ցուցանիշը, լավ պատկերացնում են, որ խայտառակ են լինելու 16-ին, ամսի 16-ին, գիշեր արդեն 10-ի կողմերը, այս մարդիկ իրենց վեշերը հավաքելու են, իրենց ոնց որ Գյումրիում փակեն իրենց գրասենյակը, այդ հիմնարկը ու գնան իրենց գործերով։ Հետո արդեն Արգիշտի Մեխակյանի համար կմտածեն ոնց հեծում ժամանակավոր պաշտոն գտնեն, էլ հեծի վաղաշապատի մասնաճյուղը զբաղված է։ Հիմա ուզում եմ դիմել ԿՊ-ական Արգիշտի Մեխակյանին։ Դու ապրելու ես Խոյ համայնքում վաղաշապատում, մի այնպես արա մարդիկ, որ թշնամանքով վերաբերվեն քո այդ որոշումներին, հիշեն քեզ, որ իրենց գործից ազատել ես, կամ մարզպետին, կամ Խուդացյանին։ Ամսի 17-ին օր կա, մարդիկ շփվելու են, ձեր աչքերին են նայելու, մի ազատեք աշխատանքից մարդկանց, այդ ազատված մարդկանց խոսք եմ տալի, մենք ենք խոսք տալի Մայր Հայաստանը, ձեր ակտիվ մասնակցության արդյունքում մերժվելու է ԿՊ-ն ու Հանրապետություն կուսակցությունները, իսկ դուք ամսի 17-ին վերադառնալու եք ձեր աշխատանքին միանշանակ, որտեղ իրենք ձեզ ապօրինի են ազատել, ձեր հայացքների քաղաքական Հայաստանի համար են ազատել։ Սիրելի վաղաշապացիներ, ակտիվ մասնակցեք, մտեք քվեախցում ոչ ոք չի տեսնելու, թե դուք ում եք ընտրություն, ձեր ընտրությունը ում եք տվել, ձեր քվեն ում եք տվել։ Պատժեք այս որոշումները ձեր քվեով։ Թող այս մարդիկ հասկանան, որ վախի մթնոլորտ տարածելով հակառակ էֆեկտ է տալու։ Բարձր մասնակցություն ապահովեք եւ մերժեք։ Եվ ձեր ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությունը եւ ոչ մի բարեկամ չեք փոշմանելու։ Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան։ Հարգելի վաղաշապացիներ, քիչ առաջ մեր թիմակից Գևորգ Ստեփանյանը ներկայացրեց, թե սրանք ինչեր են անում, ուրեմն այլ մանր մուներ չարաճություններ են անում, որի անունը ադմինիստրատիվ ռեսուրս է, մարդկանց կանչում են, սկսում են հարցաքննել, հետաքրքրվել, ում եք ընտրելու, ձեր ընտանիքի անդամները ում են ընտրելու, ձեր բարեկամները ում են ընտրելու, ինչու եք սրան ընտրում, այլ ոչ թե նրանք, բայց ամենակարևոր եւ դրական լուրը այդ բոլոր մարդիկ, ովքեր որ հանձնարարական են ստացել այդպիսի ինֆորմացիոն տերորի ենթարկելու եւ հարցաքննելու մեր քաղաքացիներին, վերջում բոլորին ասում են, որ մենք թքած ունենք քաղաքացիական պայմանագրի վրա
ուղղակի մեզ հանձնարարել են, ստիպված ինչ-որ բան անում են, ժողովուրդ ջան, գնացեք մերժեք սրանց եւ մենք էլ բրծնենք այս ամեն ինչից, դուք էլ ազատվեք այդ ջիրաններից։ Այնպես որ քաղաքացիական պայմանագիրը թող իմանա, որ իրենց ճղճին քայլերից մենք տեղյակ ենք։ Մենք տեղյակ ենք նաև, որ փորձում ենք քրեական հետապնդումների ենթարկել իրենց ընդդիմախոսներին, գնում են այն մարդիկ, ովքեր տարիների կառավարման փորձ ունեն, իրենց աշխատած տարիներից, չգիտեմ, 2000 թվականից սկսած քուջուջ են անում, հոտոտում են, աթոռները, սեղանները, չգիտեմ ինչ են ման գալիս եւ հասկանալի է ուզում են հետապնդման հիմքեր ստեղծել, որպեսզի ընտրությունների արդյունքների վրա ազդեն, բայց մենք ասենք, որ դա ոչնչով չի օգնելու իրենց եւ ժողովուրդը իր պատասխանը տալու է։ Մենք նաեւ կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատանք ունեն համայնքային մարմիններում կամ պետական մարմիններում, եթե այս պահին խնդիր կա իրենց մոտ, թող ցույց չտան, որ քվեարկելու են մեր օգտին, բայց անպայման գնան ընտրատեղամաս։ Ընտրատեղամասում իրենց որոշումը կայացնեն եւ մերժեն այս ապիկարների իշխանությանը։ Նրանք, ովքեր որ հիմա նոր են հետևում մեր ուղիղ հեռարձակմանը, ասեմ, որ մենք Ամբերդում ենք, Հայաստանը ողջունում է Ամբերդի բնակիչներին եւ մենք այստեղ պարշակատով ենք քայլում, որովհետեւ մեր թիմում ընդգրկված է մարդ, ով 22 տարի կառավարել է այս համայնքը, խոսքը Մանվել Բաբայանի մասին է եւ մարդիկ տեսել են նրա աշխատանքը, գիտեն թե ով է ինքը ու համեմատության մեջ ուղղակի չեն կարող չարձանագրել, թե ինչ էր համայնքը եւ ինչ դարձավ եւ այս առումով մենք շատ դրական ենք գնահատում, որ մեր թիմում կան հենց այդ փորձառու մարդիկ, ովքեր համայնքային կառավարման փորձ ունեն եւ այդ փորձով կարող են դրական արդյունքներ ապահովել Գավառշապատ համայնքի համար։ Պարոն Բաբայան, կխնդրեմ դուք էլ դիմեք ամբերցիներին։ Ողջույն, սիրելի ժողովուրդ, ես Մանվել Բաբայանն եմ, ձենս շուտ բանից դուրս եկել, կարող եմ մի քիչ խամություն անեմ։ Ուրեմն 2020 թվականին մենք Գրիշա Հարությունյանի հետ գնացինք պատերազմ, կամավոր, այն մի հոգու ասացի համաձայն, որ ասում էր կասկավ եկալեք, ես եկալեք, են եկալեք, գնացեք կամավոր պատերազմ, գնացինք կամավոր պատերազմ, 44 օրյա պատերազմ է։ Վերջը կապիտուլյանտը ստորագրեց իր կապիտուլացիան, մենք էլ մազապուրծելած մի կերպ եկանք, ասեմ իմանաք իրականից այդ պատերազմը ես եղել եմ նաև մյուս պատերազմներում, 44 օրյայում եղել եմ եղել, 100-յայում եմ եղել, այն մյուս պատերազմներում եմ եղել, բոլոր մեր համայնքը գիտի, որ գլուխ պահած չենք այդ տեղից, մենք մեր հերոսները ունենք, մեր հերոսական համայնքը ունեինք իրականից։ Այսօր մի տեսակ փոխվել է համայնքը, մի տեսակ վերջը մենք 20 թվին որ եկանք տեսա, որ 5000 զոհ պարկացրել են արդեն մեր եռաբրերում մահացել են մեր հերոսները, հերոս երեխաները, որոնք իրականից հետ ապրելու շատ տարիներ ունեին։ Շատ խելագար վիճակ էր։ Մենք Գրիշա Հարությունյանի հետ որոշեցինք, որ չի կարելի աշխատել այսպես արունախում, ազգի ուրացող, ազգին դավաճանող մարդկանց հետ։ Ու այնքան ստեր, որ մինչև հիմա զարմացած է։ Ու ամեն օր սուտ հասուտ։ Լուրջ եմ ասեմ, ես տեսել ենք մենք պատերազմը, դա նման չէ պատերազմը։ Գալիս ենք մեզ կամանդիրը ասում էր, սարետենը մեկ հա, որ նահանջել մի եկոմը գնացեք, չէ դա գերինգել եք հանկարծ։
Մեր հրամանատարը Վրեժ Բաբայանն է, իմ աղբերը բոլորը ճանաչում են, երկերում էլ են շատ մարդիկ ճանաչեն, ուրեմն ասեց մեզ հարձակվելու ճանապարհը ցույց տուր, մենք չենք եկել այստեղ նահանջելու հիմա։ Վերջը մի օր գիշերը արտացավ, այսինքն երեկոյան խաբարն եկա, որ կապիտուլյացիան ստորագրել է, որ հավաքվեք գնացեք տուն։ Մեզան մենք եկանք տուն ու հրաժարական տվին, այս խունտայի հետ չուզեցանք աշխատել։ Ինձ կանչեցին, համոզեցին, ասեցին աշխատենք, բան անենք, ասեցի չէ, ես 20 տարի 99 թվից աշխատել եմ այս համայնքում, 96 թվին եղել եմ այս համայնքի նեղ, լույսի տարիների ժամանակ եղել եմ այս լույս բերող այս համայնքի, որ շատ դժվար էր, բոլորը գիտեն։ 97 թվականից եղել եմ համայնքի ղեկավարին տեղակալ օգնական, 99 թվականից եղել եմ համայնքի ղեկավար։ Համայնքը ղեկավարել ենք ստեղ այս ինչ որ տեսնում եք, նույնիսկ այս խողովակը, որ գցած է մենք գրով անցնում ենք, դա մեր քաշած խողովակներն է, իմ արած աշխատանքներն է, այս գազի գծերը, այս գիշերային լույսավորությունը, ամեն ինչը սա արել ենք, ես եմ արել։ Ինձ ասում են աշխատա, լավ կլի, ինչը լավ կլի։ Ես այսքան չարչարվենք մեր համայնքի մար, այդքան ոտի կանգնացնենք մեր համայնքը ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, այն հուշարձանը մենք անցանք։ Այս հուշարձանում ամեն տարի մենք արել ենք մայիսի 9-ը, Շուշիի ազատագրում, Եղեռնի ամեն միջոցառում 24-ին ապրիլի մենք արել ենք։ Ոչ մի հատ չեն արել, իմ դուրս գալուց հետո, այս 20 թվին մենք եկանք հրաժարական թվին, դուրս եկանք, դրանից հետո ոչ մի բան չեն արել։ Հետո ինչ աշխատես, դրանց հետ աշխատես իմ 20 տարվա չարչարանքը, իմ ժողովրդին նվիրվածությունը ամեն ինչը, այսօր դառնային ԿՊ ու ես գիտեի դրանց վերջը ինչ արել։ Որովհետև իրանք ապացուցում էին, իրանք հենց այն 17 թվականին, 18 թվականին ես չլվեմ, վարչապետ չի լինելու։ Դա արդեն խոսում էր, որ ինքը ճիշտ չի խոսել, որ ինքը մաքուր չի խոսել։ Այսօր էլ Քալան, կոռուպցիա, մեր ասֆալտի վրան ասֆալտը բերել ենք, մենք քաշել ենք մեր համայնքը լավ տեղյակ է։ Վերջերս էլ քաշած ասֆալտ է, փռած ասֆալտ է։ Բանը, մի բան էլ ասեմ, ես Ավետիք Իսակյանի թոռն էր, անուն ուղղակի չեմ հիշել, այս ասֆալտի ղեկավար է, մի հրաշք բան։ Ես տանք հրած առավոտ շուտ, ասենք ես կանչում եմ, հելը տենեմ իրականից Ավետիք Իսակյանը, ենքան զարմացա, ենքան նմանություն, ես մեզ վարպետի, ես երկու հատ ոտանավորներ գիտեմ այդ մեզ վարպետից, ոտանավորները ասել եմ գնացի առաջ, իրականից ենքան գո, ենքան շնորհակալ, փագում են ու փագում են, ասենք, այն կոմունիստների ժամանակ, որ կոմունիստները գալիս են, լեննականում երկաթգիծ է լինում, հավաքում են այդ երկաթգիծը, որ իրանք փռեն են։ Հիմա դրանցն է։ Փռած ասֆալտը ես քան նորից փռնել։ Վերեիր համայնքի մեջ փռեի, մի քանի փողոց ասֆալտեի, այդ կասեինք ապրեք շնորհակալ եք, գոնե որ շնորհակալություն հայտնելու բան կա։ Բայց դուք երկիրը ծախել եք, տվել եք Թուրքին ամեն օր, Ջոյչայը ասեմ, Ալիևանդեսը սինխրոն աշխատում են իրար։ Իրականից ասում է, ինքը հայտարարություն անեմ, ասում է, դե մենք էլ Արարատ ենք ասում։ Հա մենք Արարատ ենք ասում, մենք 100 տարի ասում ենք այս Արարատը։ Բայց այն ինչ ասում է, մի ամիս, երկու ամիս, 6 ամիս հետո տալիս է իրաց։ Այդ ոնց պետք լինի, դրա վերջը ինչ պետք լինի, այ ժողովուրդ։ Մի հատ հասկանանք, էլի վերջը ինչ է լինելու։ Ես հիմա, որ եկել ենք, միացել ենք Մայր Հայաստանին, ոչ մի պատահականություն չկա, ոչ մի բան չկա, ազնիվ կուսակցությունը, ազնիվ մարդիկ, երիտասարդություն, հետները շփվում ես հավես ես անում, իրական բան եմ ասել, հավատք կա, որ հետ պետք է բերենք մեր երկիրը, հավատք կա, որ մեր ժողովրդին հետ պետք է բերենք, որ այս ժողովուրդը մեկը մեկից թաքուն չխոսա, 5 հոգի հավաքում են, վախում են մեկի անունը տան, իրական բան եմ ասել, սարսափի մեջ է պահան, դրա համար մեր ձայնը տանք Մայր Հայաստան կուսակցությանը, եթե չեք էլ տալիս, ԿՊ-ին ոչ մի ձայն չտա, ուղղակի լսեք իմ բարի խորհուրդը,
Ես 7 տարի առաջ եմ ասել, նորից ասում եմ։ Նորից ասում եմ ու իմ համոզմունքներին ես դեմ չեմ գնա։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացեք, որ փոխեք, միացեք, որ փոխեք։ Ապրեք, շնորհակալություն։ Ապրի մանվելը, ապրի, աղբեր, ապրի։ Հրագետ մար, հալարակետ։ Մեր թիմում, ահա, այսպիսի մարդիկ կան, ովքեր ճանապարհ են անցել, ովքեր բարձրագույն բառեր ասելու փոխարեն գործով են զբաղվել, իրենց ապրած կյանքով են ապացուցել, թե ինչպիսի վերաբերմունք ունեն հայրենիքի նկատմամբ։ Մեր ցուցակում կան համայնքի ղեկավարներ, կան երիտասարդներ, կան մարդիկ, ովքեր այլ ոլորտների մասնագետներ են, բայց ամենակարևորը, ինչը միավորում է մեզ, դա մեր պետության նկատմամբ մեր պատասխանատու վերաբերմունքն է, որպեսզի կարողանանք իրավիճակ փոխել եւ հասնել փոփոխությունների ամբողջ Հայաստանում։ Դրա համար նոյեմբերի 16-ը մենք շատ ենք կարևորում։ Մենք կարևորում ենք, որպեսզի պաշտպանված լինի հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Մենք կարևորում ենք, որպեսզի պաշտպանված լինեն մեր գյուղերը, համայնքները, մեր Երևանը, մեր Սևանալիճը։ Հակառակ պարագայում մեծագույն վտանգ է սպառնում մեզ։ Եվ մենք ցանկանում ենք, որպեսզի ձեր մասնակցությամբ հասնենք դրական փոփոխությունների։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, 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 միացիր։ Մայր Հայաստան ուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրցինե Լուկաչյան, Քրեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան ուսակցություն Քրեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին մեջ միացին իմ այ Հայաստան Վաղաշապատ ոստաններ դրում են դպրության տացի կոչնակ նոր պայքարի ողջայության Եկին բազին, սերին վարաշապատ սուրգին, էջ միազին, իմ այլ Հայաստան Կանցնեն նորել, ապրելության, տխնության, ետեր է ժամը կողաչի շոշնիության
Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրսինե Ուկրչյան, Քրեաթերթիկ համար 4 միացիր դուր փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քրեաթերթիկ համար 4 միացիր դուր փոխենք։ Սերին հավաշապատ սուրին էչ միացիր Դրում էր դպրության, դապսի կոչված, նոր պայքարի կողքայության։ Հազորավոր կոչակազին, խաշը եթին բազին, սերին բալաշապած սրհին, էչ միազին, իմ այ Հայաստան։ Նորեն, ատելության ու տխրության, եկել է ժամը կողնաչի շուշնիության։ Սրև դու հազին, տոք ու համար, վարաշապան, սերին վարաշապան, էչ միացին, իմ այ Հայաստան։ Միացին իմ այր Հայաստան, սերին բալաշապատ սուրբին, էչ միացին իմ այր Հայաստան։ Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրսինե Ուկրչյան, Քրեաթերթիկ համար 4 միացիր դուր փոխենք։ Աղերդի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը։ Մեր թիմում ընդգրկված են փորձառու մարդիկ, ովքեր համայնքային կառավարման փորձ ունեն, եւ իմ մասնավորի Մահմեդ Բաբայանն է ներկայացված մեր ավականու ցուցակում եւ մենք բարձ երեսով կարող ենք ձեզ դիմել եւ ակնկալել աջակցություն նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրությանը։ Ողջունում ենք ձեզ ժողովուրդ ջան։ Անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեով նպաստեք նոր իշխանության ձևավորմանը։ Մեր ցուցակը գլխավորում են համայնքի կառավարման երկարատև փորձ ունեցող մարդիկ Գրիշա Հարությունյանը, Դավիթ Կարապետյանը, Մահմեդ Բաբայանը, էլի մարդիկ կան, ովքեր ունեն փորձ, ովքեր ներգրավված են եղել համայնքային կյանքում, հիմա էլ ակտիվ ներգրավված են տարբեր համակարգերում եւ մասնագիտական ոլորտներում։ Մենք կարևորում ենք փորձի ու երիտասարդության համադրությունը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր արդյունավետ կառավարում ստանալ։ Մենք բոլոր այն խոստումները, որ ձեզ տալիս ենք, բարի ձեզ հայրիկ ջան, բարի ձեզ։ Բոլոր այն խոստումները, որ ձեզ տալիս ենք, մենք անպայման կյանքին կոչելու եւ պատասխանատու ենք
մեր ասածների ու արածների համար։ Ձեզանից ակնկալում ենք միայն կարևոր քայլը, դա ընտրության մասնակցությունն է և ՔՊ-ին մերժելը։ Նիկոլ Փաշինյանը խայտառակության, դավաճանության, պարտության, ողբերգության քայլող խորհրդանիշ է։ Մեր բոլորիս արժանապատվության խնդիրն է նաև ձերբազատվել այս իշխանությունից։ Մեր բոլորի խնդիրն է նաև համայնքային կյանքը բարելավելու համար ապահովել փոփոխություն Վաղարշապատում։ Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում։ Նոյեմբերի 16-ին Մայր Հայաստանը ակնկալում է ձեր քվեն, ձեր աջակցությունը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք և ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցել ընտրությանը և ձեր քվեով ձևավորել նոր իշխանություն ու ձեր քվեով մերժել քաղաքացիական պայմանագիր։ Ողջունում ենք ձեզ, Մայրի ջան, ողջունում ենք ձեզ։ Մենք Մայր Հայաստանն ենք և ակնկալում ենք ձեզանից աջակցություն նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին։ Ծանոթացեք բոլորի ծրագրերին և կատարեք ճիշտ ընտրություն, որպեսզի նոյեմբերի 16-ից հետո նոր էջ բացվի Վաղարշապատի կյանքում և նոր էջ բացվի Հայաստանի կյանքում։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, հոր փոխենք, միացիր, հոր փոխենք։ Բարև ձեզ, ողջունում ենք ձեզ։ Համար 4, Մայր Հայաստան, համար 4, Ելի ես քո խոսքը ասա, չարին վատին, սրտին ու անհավատին, մայր տաճարին, լույսը հորդին, քեզ պահպանի աստոմորդին, սերին Վաղարշապատ սուրբին, էջ միացին, իմ մայր Հայաստան, սերին Վաղարշապատ սուրբին, էջ միացին, իմ մայր Հայաստան։ Մայր Հայաստան ուսակցություն, Գրիշահարությունյան, Դավիթ Կարապետյան, Հերսինե Մկրտչյան, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան ուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին Վաղարշապատ սուրբին, էջ միացին, իմ մայր Հայաստան, Վաղարշապատ, ոստանն ես դու մեր դպրության, դարձին ոչնան, նոր պայքարի ողջ հայության։ Նորեն ապելության ու դխրության եկել է ժամը կողնաչի շուշ միության Սեն կորասին դուք խոհավոր Վաղարշապատ Սեն Վաղարշապատ սուրբին էջ միացին իմ մայր Հայաստան Չարին հատին, ստին ու անհավատին, մայր տաճարին, լույսը հորդին,
Eçmiyasin İmay Hayazdan Senin Bala Şaban Sutin Eçmiyasin İmay Hayazdan Ամբերդի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մենք ակնկալում ենք ձեր ակտիվ աջակցությունը մեր ծրագրին նոյեմբերի 16-ին կայանալիք վաղաշաբաթի հավաքանու ընտրությունների ժամանակ։ Մենք կարևորում ենք ձեր մասնակցությունը եւ կարևորում ենք այն, որ միասնաբար պետք է մերժենք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին։ Դրանք ոչ քաղաքական, ոչ բարոյական, ոչ կառավարչական առումներով իրավունք չունեն շարունակել իշխանությունը վաղաշաբաթում եւ ընդհանրապես ամբողջ Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն բոլոր հարթակներում, որովհետեւ այս թրքահաճո, ադրբեջանահաճո իշխանությունը միայն կորուստներ, պատերազմներ եւ ողբերգություն է բերում Հայաստանի համար։ Սրանք փորձել են արհեստականորեն միացնել Խոյ համայնքը էջմիածնի, որպեսզի իրենց կարծիքով խոյում, իրենց չունեցած իրականում ձայներով փորձեն հավասարակշռել էջմիածնում ՀՊ-ի խայտառակ վարկանիշը։ Խոյեցիները, Խոյ համայնքի 17 գյուղի բնակիչները պետք է ցույց տան, որ Նիկոլը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկում, այնպես ինչպես սխալվել էր Վանաձորում, Ալավերդիում, Գյումրիում եւ բոլոր այն համայնքներում, որտեղ իրենք պարտվել են։ Գյումրիում էլ գնացին արտահերթի ու պարտվեցին, որովհետեւ ժողովուրդը ակտիվորեն իր ձեռքը վերցրեց իշխանություն ձևավորելու իր իրավունքը։ Հիմա արտահերթ է Վաղաշաբաթ համայնքում։ Վաղաշաբաթցիները պետք է քաղաքական ապտակ հասցնեն այս իշխանությանը եւ ձևավորեն նոր արժանապատիվ ազգային իշխանություն։ Մայր Հայաստանը այն ազգային ուժն է, որը դուրս է նախկին ներկա այդ կեղծ բանավեճից եւ մենք ներկայանում ենք որպես այլընտրանքային ուժ, որպես նոր ուժ, որպես գաղափարական թիվ 1 հակառակորդ ԿՊ-ին եւ մենք պատրաստ ենք քաղաքական ընդդիմադիր դաշտը միավորողի, կոնսոլիդացնողի դեր կատարել վաղաշաբաթի ընտրություններում։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, քննարկեք թիվ 4-ի Մայր Հայաստանի օգտին։ Արցն։ Շորջան, տեսեք, փռշտալը կակրած էր։ Ասեցի Մայր Հայաստան, փռշտալը սեկում։ Այդ չեր էր։ Մայր Հայաստան։ Համար 4։ Համար 4։ Մայր Հայաստան։ Միացիր։ Որ փոխեք։ Միացիր։ Որ փոխեք։ Ամբերդի սիրելի բնակիչներ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ։ Մայր Հայաստանը համար 4-ն է։ Մասնակցեք ընտրություններին, մի մնացեք տունը, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը չվերարտադրվի նորից, որպեսզի կարողանանք ապրենք մեր ուզած երկրում, այն երկրում, որը որ մեր մեջ կա, այն հայ հոգին, որ մեր մեջ կա, եկեք պահենք ու չթողենք, որ սպանեն այդ հոգին մեր մեջ, մեր երեխաների մեջ։ Ձեր արդար քվեն տվեք, մի մնացեք տունը, մասնակցեք ընտրություններին։ Մայր Հայաստան։ Համար 4։ Համար 4։ Մայր Հայաստան։ Չարին վատին, ստին ու անհավատին, մայր բանջարին, լույսը հոդին, կեզ մաղպանի աստողորդին,
ուղիղներ, Մայր Հայաստան, մենք այս պահին կդադարեցնենք ուղիղ հեռարձակումը, հիշեցնեմ, որ այսօր 3 գյուղ ենք հայցելել Մայր Հայաստան ներկայացուցիչներով եւ այս պահին Համբերտում ենք շարունակելու ենք մեր այցը, բայց ուղիղ հեռարձակումը կդադարեցնենք ուղղակի որպես օրվա քարոզչական ավարտ մեր ավանդական դիսկաթափող եւ ոգևորող վանկարկումն է 1, 2, 3 Ուրա! Ուրա! Ուրա!